Այսօր խոսելու ենք չինական սպորտաձևերի և մարտաձևերի մասին։ Դրանց տարատեսակները անցնում են մի քանի տասնյակը։ Մենք առանձնացրել ենք առավել տարածվածները և ամենակարևորը նրանք, որոնք դասավանդվում են Հայաստանում, խոսելու ենք ունշուի և ցիգունի և դրանց առանձնահատկությունների մասին։ Առողջական մարմնամարզություն, շնչառական տեխնիկա, սպորտաձև թե մարտարվեստ, ինքնապաշտպանության մեխանիզմներ, որտեղ ֆիզիկական ուժը ոչ մի նշանակություն չունի։ Մեր տաղավարում է Ушուի բարձրակարգ չինուհի մասնագետը, որը ոչ միայն կպատմի, այլ նաև կցուցադրի որոշ հմտություններ։ Սակայն նախքան նրա այդ զրույցի անցնելը տեսնենք, թե ինչպես են անցնում նրանց պարապմունքները։ Աշխարհում մեծ ճանաչում ունեցող թեյջիցուան կամ առավել հայտնի ուշուն չինական մարտարվեստի տեսակ է, թարգմանաբար նշանակում է բռնցքամարտ ստվերի հետ։ Ուշուն նախկինում ունեցել է 13 հիմնական շարժումներ, այսօր ուշուի շարժումների տեսակներն ավելացել են, բայց այլևս այն մարտարվեստ չէ։ Հիմնականում կիրառվում է բուժման նպատակով։ Ուշուի շարժումներն օգնում են թոթափել լարվածությունն ու հանգստացնել նյարդերը։ Ուշուով զբաղվելու համար Չինաստան հասնելու կարիք չկա։ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի Կոնֆուցիուսի ինստիտուտը կազմակերպել է ուշուի դասընթացներ, դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար։ Դասընթացներն անցկացնելու նպատակով Չինաստանից Հայաստան են ժամանել ուշուի մասնագետներ։ Ուշուի մասին զրուցելու համար տաղավար ենք հրավիրել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ուշուի պրոֆեսոր Լյոն Խոն։ Ինհաո։ Պատավջես։ Բարի առավոտ։ Պատավջես։ Ինստիտուտում գործում է ուշուի կուրս, 3 կուրս, ինչով են դրանք իրարից տարբերվում և որոնք են այդ 3-ը։ 我们现在孔院呢，现在有3个武术班。 Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտում ներկայումս գործում է ուշուի 3 դասարան։ Առաջինը դա Չանգչենն է, նույն ինքը Սինիցուանը։ Այստեղ մենք հիմնականում սովորեցնում ենք միջին տարիքի մարդկանց եւ նա շատ առողջարար է եւ շատ լավ է մտքի եւ մարմնի համար։ Երկրորդ դասարանը դա ցիգունի խումբն է։ Ցիգունը, ինչպես գիտեք, դա հիմնականում շնչառական մարմնամարզություն է, որը կենսական էներգիայի եւ աշխատանքի ճիշտ փոխազդեցության միջոցով հիմնականում վերականգնում է մարդու ներաշխարհի եւ շրջակա միջավայրի խաթարված ներդաշնակությունը։ Երրորդ խումբը դա թայջիցուանն է, իդեպ այս խումբը գործում էր նաեւ անցած տարի, արդեն 2 տարի է ինչ նրանք մարզվում են, իսկ թայջիցուանը ավելի շատ նման է մարտական սպորտաձև է, մարտարվեստ է։ Որ խմբի պահանջարկն է ավելի մեծ մարտականի առողջության համար, թե ուղղակի շնչառական վարժությունները ցիգունի մասին եմ խոսում։ 气功是非常好的，因为 Կարող եմ ասել երևի ավելի շատ մարդկանց գրավում է ցիգունը, քանի որ այն ավելի շատ առողջարար է, հիմնական առողջարար մարմնամարզություններ են նրանք կատարում։ Ցիգունի հիմնական նաև գործառույթն այն է, որ մարդիկ կարող են իրենք անձամբ ցիգունի վարժությունները կատարել առանց ուսուցչի, առանց մասնագետի օգնությամբ։ Եվ այն շատ լավ կարող է աշխատել մարմնի, գիտակցության, շնչառության հետ եւ լուծել օրգանիզմում եղած մի շարք խնդիրներ։ Բարի, հարցս հետեւյալն է։ Իրականում դուք որպես մասնագետ պրոֆեսիոնալ այդ ամենը ուսանողներին դասավանդում եք որպես մարտարվեստ, թե ավելի շատ որպես առողջական նկատառումներից ելնելով եք այդ ամենը փորձում փոխանցել ուսանողներին։ 因为 Հայաստան գալուց հետո, երբ ես տեսա մարդկանց, հասկացա, որ նրանց առողջական վիճակը այնքան էլ լավ չէ եւ իմ հիմնական խնդիրն է եւ ավելի շատ դասավանդել ցիգուն, քանի որ ուզում եմ լուծել մարդկանց առողջական խնդիրը եւ ձեզ միշտ առողջ տեսնել։ Ուշուի համար որքանով է կարևոր ֆիզիկական քաշը, մարդու քաշը եւ ֆիզիկապես պատրաստված լինելը ուժը։ 我们学武术的， Թայջիցուանի ժամանակ իհարկե ֆիզիկական ուժը նույնպես շատ կարևոր է։ Հիմնականում մենք օգտագործում ենք 1000 էլեմենտներ եւ այդ էլեմենտների միջոցով մենք փոխանցում ենք մեր ուժը հաղթահարելու հակառակորդին։ Նախկինում էր կարևոր շատ ֆիզիկականը, հիմա այն մի փոքր ձևափոխվել է եւ ավելի շատ մենք օգտագործում ենք զուտ որպես վարժություններ եւ ավելի շատ առողջական նպատակով։ Մենք գիտենք, որ արևելյան բժշկությունը շատ տարածված է եւ արևելյան բժշկությամբ շատ հիվանդություններ են բուժում։ Իրականում ուզում ենք հասկանալ
ուշում որպես մարտարվեստ հենված է բժշկության վրա, թե բժշկությունն է հենված ուշուի վրա, այսինքն որն է նախասկիզբը, բժշկությունը, թե որպես մարտարվեստ այդպիսին։ 中国的中医呢非常有名，武术呢，它的基础，其中之一就是中国的中医。中医 Այն որ չինական